Որ շատ տպտպած դուրը բացեցի, արդեն ծուխը տեսա, դուրը մա չեք կարող բացեք, արդեն որովհետև ես անմիջապես տակն եմ ու կորսկն եմ։ Դե արդեն զանգեցիք, բան կաչեցիք բոլորին դեսկամքում, մնացած այսպես էլ էսվի։ Ինչ էր պատահել, ինքը միայնակ կին է, բայց երևի հույր ուներ, ինչ ուներ մոտ է տղամարդը։ Այն մարդու ասելով ինքը չէր կարողանում մոտենար դռանը, որ դուռը բաց էր։ Միայն մենք ներքևից ասում էինք, որ դուրս եկեք, ինքը ասես չեմ կարողանում դուրս գալ, բայց տանտիրուհին տանն է եւ ահավոր վիճակում։ Բայց չէ, ուղղակի ես բացում։ Որ իմացան, որ մոտ 15 րոպե հետո ինձ թվում է։ Ինչ որ տղամարդ էր, կարծես թե հյուր էր, ես չգիտեմ։ Ասես տանտիրուհին վառվում է, ուշաթափված է, չեմ կարողանում հասնել։ Բայց այնտեղ աղջիկները եկել էին դիմացի սրճարանից, իրանք են տեսել ու հայտնել էին հրշեջ ծառայության, փաստորեն աղջիկները նեղվել էին, ասում էին, որ շատ ուշ է, կեժամ ուշացել։ Իսկ հրշեջ ծառայությունները ուշ եկել։ Հա հենց հրշեջ ծառայությունն իսկ շտապով Ես տանը չեմ եղել, ինձ զանգեցին, ասին, որ ձեր շեֆում հրդեհ է, ու ես անմիջապես տուն վերադարձա։ Ինքը Սլավյանսկի դասախոս է, բայց չգիտեմ ազգանունը, չգիտեմ, անունը գիտեմ, Արմին։ Երևի 50 տարեկան։ Ես մեկ անց կես բարևել եմ, միասին իջել ենք ներքև։ Հետո նորից բարձրացել է վերև հասնել։ Արի դուրս չկարողացա բացել, Նատույան, եթե բացենք փրկվի։ Ներսը դասներն երկուսով են եղել։ Երկու երեքով այդ չեմ կարող հասնել։ Նրանք արդեն շուտ խեղդվել են, երևի քնածել եղել կամ որևէ բան, որտեղ նրանք արագ շատ արագ դուռը բացեին ու դուրս գային։ Իսկ դուք ինֆորմացիա չունեք, իր հետո ա եղել, եթե միայնակ ապրող կին է։ Նա գիտեք, ինձ ասեց հյուրեր ունեմ Մոսկվայից, Նատույան գալիս գնում են։ Ուրեմն 17:00 կանչ ենք ստացել թիվ 3-րդ հրշեջ ջոկատը Երևանի Սայատնովա 13 հասցեով։ Կանչի վայրը հասել տվյալ ջոկատը մեկ մարտական հաշվարկով 17:07-ին եւ տեղում հրդեհի բարդությունը նկատելով տվել է միանգամից մեկ բիսկ կանչ, որին մասնակցում են 4 հրշեջ հաշվարկներ։ 17 բարդ հրդեհ է եղել, որ դուռը չեն կարողանում բանալի կար, բայց դուռը չէր բացում, դուռը ստիպված կոտրել ենք, հրշեջների ուժերով դուռը կոտրվել է եւ մյուս կողմից ներս են մտնել հրշեջ սանդուղքով։ Երկու կողմից կատարել է հրդեհաշիժման աշխատանքներ, հրդեհը մեկուսացվել է 17:30-ին, մեկուսացումից հետո նկատվել է տանտիրոջ, անունով չգիտեմ ճիշտ ասած, տանտիրոջ դին մի հոգու էլ փրկել են այս կողմի պատուհանից։